Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով փոդքասթն է, Կիրակտորյա եթերում մենք վերադարձել ենք ձեզ համար սովորական 20:00-ին Երևանի ժամանակով, նաև վերադարձել ենք ձեր համար սովորական առցանց ռեժիմին, քանի որ աղասը վերադարձավ Կալիֆոռնիա, ձեզ հետ է Ռուբեն Մելիքյանը Երևանից և աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից, ողջույն աղաս։ Ողջույն, բարև ձեզ սիրելի դիտողներ։ Ես կարծում եմ, որ այս շաբաթ երևի, չգիտեմ, շատ սպասված մի իրադարձություն տեղի ունեցավ, եւ կուզեի, որ դրանից սկսենք մեր քննարկումը։ Խոսքը վերաբերում է ուրեմն խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնմանը, շատ սպասված ու շատ անարդար։ Մեծ աղմուկ բարձրացավ ուրեմն դրա շուրջ, Թրամփը անընդհատ հակամարտություններ էր գտնում, որ բարիշացնի, ինչ-որ պարզվեց նույնիսկ Ալբանիային ու Կամբոջային իրար հետ նրանց միջև կոնֆլիկտը աննախադեպ լուծում էր տվել Ալբանիա Կամբոջա կոնֆլիկտին։ Եվ այս առումով սա բավականին հետաքրքիր զարգացում էր, որ փաստորեն Թրամփը չստացավ այդ մրցանակը։ Հիմա այստեղ ամենակարևորն այն է, որ Թրամփը սկզբունքորեն չէր կարող ստանալ մրցանակը։ Զուտ այն պատճառով, որ մրցանակը տրվում էր 2024 թվականին կատարած հաջողությունների համար, իսկ Թրամփը այդ ժամանակ նախագահ չէր։ Այնպես որ այս իր բոլոր տեսակի ուրեմն հակամարտությունների լուծումը, այդ թվում նաև Հեյդար Ալիևի եւ Միրզոյ Տաղայի միջև, ուրեմն փաստորեն զուր ջանքեր էին։ Գոնե այս փուլում, Չէին զուր ջանքեր, մարդը կուտակեց իր համար համապատասխան աչոկներ, որ մյուս տարի ստանա Նոբելյան մրցանակ։ Մի խոսքով մենք դատապարտում ենք անկախ ամեն ինչից եւ կոչ ենք անում խելքները գլուխները հավաքել Նոբելյան հանձնաժողովի կոմիտեի, ինչը 2026 թվին անպայման պարոն Թրամփին տալ մրցանակը, որովհետեւ նա շատ է ուզում այդ մրցանակը։ Այսքան բան։ Ես քեզ ասեմ, որ Թրամփը նույնպես ուրեմն լրջորեն մտածում է դատապարտել, սկսած Նորվեգիայի հանդեպ որոշակի սանկցիաներ մտցնելուց, այնպես որ դեռ տեսնենք, թե ինչ զարգացումներ կունենա սրա շուրջ խոսակցությունները։ Նորվեգիայի, այլ ոչ թե Շվեդիայի, որտեղ խաղաղության Նոբելյան մրցանակը ի տարբերություն մյուսների տալիս է նորվեգական կառույցը, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Հա, ինչ-որ թակավորություն։ Ժամանակն է, որ Նորվեգիան դա հետ տա Շվեդիային, ասի վերցրեք, շարը ձեզ մնա, հիմա մնացածն եք դուք տալի, ես էլ դուք տվեք, կարող է պատստավկա եք անում, էլ երևի դրա ժամանակն է եկել։ Բայց գիտես ինչ, սա լավ առիթ էր խոսելու այն մասին, թե նախ ում տվեցին, հա, ուրեմն տվեցին վենեսուելացի քաղաքական գործիչ Տիկին Մաչադոին, ով եղել է ուրեմն այս Վենեսուելայի ռեժիմի դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը, եւ հետաքրքիր էր ձևակերպումը, որ փաստորեն ժողովրդավարության ամրապնդման համար են տալիս։ Այսինքն, չնայած նրան, որ, չգիտեմ, Սորոսը, Նիկոլա եւ մնացածները հնարավորինս վարկաբեկում են ժողովրդավարությունը, դեռ տիրում ուրեմն որոշակի շրջանակներում մոտեցում, թե ժողովրդավարությունը բերում է խաղաղություն։ Ես կարծում եմ, սա կարևոր բան է, որ պետք է անպայման մենք ֆիքսենք։ Այսինքն կապն են նրանք տալիս ժողովրդավարության եւ խաղաղության միջեւ, որ դրանք իրար հետ կապ ունեցող բաներ են։ Այո։ Բայց երևի այս առիթով արժի տենց ավելի մանրամասն խոսել, թե вообще ինչ է իրենց ներկայացնում խաղաղությունը այս պայմաններում։ Այդ ամենակարևոր հարցն է, որովհետեւ մեր մոտ ուրեմն այն բարձրանակ պատկերացումն է տարածում Նիկոլա, թե խաղաղությունը այն է, երբ որ չեն կարողանում։ Հա։ Այսինքն ամեն ինչ տալիս ես, բայց քանի որ չեն կրակում, ուրեմն քո մոտ խաղաղություն կլինի։ Ես չգիտեմ, այսպիսի մոտեցման դեպքում իհարկե, չգիտեմ, Հայաստանը տալիս է Ադրբեջանին, զուտ է պատճառը, որ Ադրբեջանը այլևս չկրակի։ Սա մեծ պրոբլեմ է այսքան։ Դե հա, հիմա օրինակ Արցախի տարածքում լիակատար խաղաղություն է տիրում նիկոլական պատկերացումներով։ Քեզ բան։ Արևմտյան Հայաստանում լիակատար խաղաղություն է տիրում։
եւ հիմա մի քիչ ավելի ոչ այսպիսի սարկաստիկ օրինակներ բերենք Նիկոլի ընտրվելուց իշխանազավթումից ավելի ճիշտ հետո 2018 թվականին մինչև 2020-ի կեսերը համարյա չէին կրակում, հազվադեպ էին կրակում։ Չէ՞։ Բայց ինչ եղավ հետո։ Նախապատրաստվեցին, հիմքերը ստեղծեցին, գնաց Ստեփանակերտում ղժղժաց Արցախը Հայաստանը եւ վերջ եւ այլն, ու տեսանք թե ինչ եղավ։ Այսինքն այն որ դու մի քանի ամիս կրակոցներ չես ունենում, դա ոչ մի բան չի նշանակում։ Բացարձակ ոչ մի բան չի նշանակում։ Ես կարծում եմ որ տվյալ դեպքում դա նշանակում է որ պատրաստվում են շատ ավելի լուրջ կրակոցների։ Դե հենց այդ եմ ասում, էլի, հա։ Չի նշանակում որ դա խաղաղություն է։ Խաղաղությունը, ինչ են ասում, հարատև չէ, երկարատև խաղաղություն, արդար խաղաղություն։ Եթե ինչ որ մի կողմը ստանում է ամեն ինչ, մյուս կողմը ոչինչ չի ստանում, այդպես խաղաղություն չի լինում։ Օրինակ նույն Գերմանիան առաջի, չէ, աշխարհամարտից հետո խաղաղություն էր, բայց անարդար խաղաղություն էր, որովհետև Գերմանիայից անարդար ձևով շատ ինչ որ բաներ էին վերցրել։ Դրա համար հասարակությունը, ներքին, հազար մի խնդիր եւ այլն, այդպես չի լինում խաղաղություն։ Այդպես ավելին, ուրեմն միգուցե այդքան շատ բան չէին վերցրել Գերմանիայից, բայց նրանց ստորացրել էին։ Բայց չեղավ վերցնել։ Իմ կարծիքով դա ավելի մեծ բան է վերցնելու առումով, քան թե այլ բաները։ Ստորացնելուց էլ վատ բան։ Դե հիմա տես օրինակ մենք չենք զգում, մենք չենք հասկանում, որ մեզ ստորացրել են, չնայած ասենք ամեն առիթով, ընդհանրենք Հայաստանը ներկայացնող անձին աշխատում է ստորացնել։ Ճիշտ է, Լուկաշենկոն վերջի անգամ ասում էր, բա ասում ես չի գա Նիկոլը, տեսա ոնց է կապխելով։ Այսպիսի անընդհատ ինչ-որ պրոցեսներ են էլի ստորացնելու։ Եվ մենք ընդունում ենք դա, որ դա նորմալ է, որովհետև դա խաղաղություն է բերում։ Չէ, ես չեմ կարծում, որ ընդունում ենք։ Հələ 10 տարի հետո տեսնենք կուտակային պրոցեսներ են գնում, չէ, ես համաձայն չեմ, հələ շուտ է հետևություններ անելու համար։ Այս ամեն ինչը մեր վրա ազդում է, մեր վրա չի կարա չազդի այս ամեն ինչը։ Այսինքն այս ստորացման հաստերը, ինչքան էլ Նիկոլը ասի, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու, մեկը դա տես չի, մարդու վրա դա ազդում է։ Ես կարծում եմ մտրությունների ժամանակ երևա դա ժողովրդի վրա ազդել է, թե ոչ, հա։ Եթե փաստորեն Նիկոլը ընտրվի, իսկ ես համոզված եմ, որ պրոցեսների նման ընթացքի դեպքում նա կընտրվի հերթական ընտրությունների ժամանակ, զուտ նա ունի մանիպուլյացիաների հսկայական դաշտ, հա, սկսած ձերբակալություններից, մինչև ուրեմն այդ Պետրոսը հմեկի, այս ամեն ինչով դա հաստատ շատ մեծ հնարավորություն ունի ընտրվելու։ Եթե նա ընտրվեց, դա նշանակում է, որ մենք ընդունում ենք այդ ստորացումները։ Ես այդքան էլ համաձայն չեմ, որ դաժե այդ դեպքում կրիտերիա է, դա չափանիշ է։ Կարող է չափանիշ դիտվի, բայց դե ամեն դեպքում նա հավերժ չի ընտրվում, էլի ժամկետով է, բայց երկու բան ասեմ, երևի թե ասենք ոչ թե կընտրվի, որովհետև շատ կրավորական է ստացվում, էլի, այլ կվերարտադրվի, իրան կհաջողվի պահպանել իշխանությունը, որովհետև մենք քննարկել ենք սրա մասին։ Պրոբլեմը ինչու՞մն է։ Օրինակ պրոբլեմը ինչու՞մն է, երբ որ մենք ավելի ես էլ դու էլ կարծեք թե նախընտրում ենք այնպիսի գործիքակազմ, որտեղ որ Նիկոլի դերը նվազագույնի է հասցրած, որոնցից մեկը օրինակ բանն էր, խորհրդարանով անվստահություն հայտնելն էր, որտեղ որ Նիկոլ չկա էլի այդ process-ի մեջ։ Այդ process-ի մասնակիցները ուրիշներն են։ Ինչի՞։ Պարզ պատճառով, որովհետև երբ որ process-ի մեջ կա Նիկոլ, նա ինչ ուզի կարա անի։ Օրինակ դու Պետրոսի անունը տվեցիր եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով էս կոմենկում դու օրինակ ուշադրություն դարձրեցիր իր վերջի հայտարարություններին, որտեղ որ ինքը սկսեց նախապատրաստել այն, որ կարող է պատահի որոշ ուժերի զրկի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ասելով որ եթե այդ ուժերը ինքնիշխանության հետ կապված խնդրահարույց են, հիմա մտածենք ձև գտնենք, որ իրենք չմասնակցեն ընտրություններին։ Դրան դու ուշադրություն դարձրեցիր։ Չէ, ճիշտ ասած, բայց շատ կարևոր բան ասացիր, դա կպահեմ ես իմ ուշադրություն։ Հա, եւ ի՞նչն է հարցը։ Այս մոլդովական դեպքերից հետո սա լրիվ իրատեսական սցենար է։ Ինքը եթե տեսնի, որ խնդիր ունի ընտրություններում, իսկ այս բանին ես կարծում եմ, չհամաձայնվելով երկրորդ նախագահի հետ, որ ինքը Նիկոլը կարծում է, որ խնդիր չունի ընտրություններում։ Այս բանի դրությամբ դեռ։
Գիտես ինչ, Մոլդովայի հենց տեսնի որ խնդիր կա, ինքը արդեն կդիմի այլ միջոցների։ Ուրեմն դու վերեցիր Մոլդովայի օրինակը, ես կավելացնեմ նաև Վրաստանի օրինակը, շատ կարևոր է այն, որ հաղթեց ուրեմն իշխող ռեժիմը, իշխող համակարգը։ Այսինքն դա նույն բանն է, ինչը որ սպասում է Հայաստանը կամ սպառնում է Հայաստանին ավելի շուտ։ Որովհետև ուրեմն իշխող համակարգը ունի լիքը գործիքակազմ, որից մեկը դու նշեցիր, որպեսզի կարողանա վերարտադրվել։ Արի որպեսզի ավելի հասկանալի լինենք մարդկանց, փորձենք հնարավորինս թվարկել են գործիքակազմը, որ նրանք կարող է օգտագործել։ Սկսենք ֆինանսականից։ Օրինակ կարան լրացուցիչ բազմաթիվ ֆինանսական ծրագրեր անեն։ Պարգևավճարները ավելացնեն, վարկերը ջրեն կամ խոստում տան ջրելու մասին, կարմիր գիծ, տուգան, կեսկոմենկոմ, այսինքն ճակերտավոր ասած օրինական կաշառք։ Եվ դա գրեն իրանց անունը։ Սա մեկ։ Եվ անօրինական կաշառք։ Անօրինական կաշառք, որովհետև բռնողի իրանք են եւ իրանք չեն բռնելու։ Այո։ Կոնկրետ մարդկանց գրպանը փող դնեն, հիմա ինչ-որ ձևեր են ասում, որ կարող հնարավոր է ուրեմն վիվարոյով կաշառքներ տալ, այսպիսի լիքը գործիք։ Նոր ձևով բաներով։ Նու երկու համար ենք, օրինական, ճակերտավոր օրինական կաշառք եւ ճակերտավոր անօրինական կաշառք։ Երկրորդ, ուրեմն դա փաստորեն բռնաճնշումներն են ոստիկանության եւ այլ պատժիչ մարմինների միջոցով, ուրեմն սկսած մարդկանց ձերբակալելուց, մինչեւ ուրեմն ընտրությունների ժամանակ ոստիկանական ներխուժումներ, մարդկանց բաժանմունքներ տանել եւ այլ եւ այլ։ Սա ես կարծում եմ օրինակ այն բիզնեսների նկատմամբ, ովքեր որ կհանդգնեն, ասենք, ֆինանսավորում իրականացնել ընդդիմադիր որևէ ուժի նկատմամբ։ Տենց է թե չէ։ Այդ թվում նաև ես ստեղ մի հատ կարճ կոմենտ անեմ, ես կարծում եմ, որ մեր երկրում իրավիճակը փոխվել է հատկապես Միքայել Սրբազանի դատավճռով։ Դրանից հետո պարադիգմն է փոխվել։ Այդ նույն պարադիգմայի մեջ մենք չենք, այսինքն մեր բոլոր կանխատեսումները իրավապաշտպան որպես, նաև որպես քաղաքացի հիմնված են որոշակի բանաձևերի վրա, այդ բանաձևերը փոխվել են։ Էլ հին բանաձևերը չկան, Միքայել Սրբազանի գործով մենք շատ ավելի ծանր պայմաններում ենք հայտնվել, սա էլ ֆիքս ենք։ Ասենք կարող է մարդու բան անեն, ինչ որ սովորական գործարքի անունը դնեն փողերի լվացում ցանկացած պահի։ Լյուբոյ գործարքի անունը կարան դնեն քո փողերի լվացում, օրինակ։ Մյուս կարևոր գործիքը, որի մասին մենք պետք է նշենք, դա քարոզչական ուրեմն հզոր գործիքներն են, որ կա իշխանության ձեռքին։ Ուրեմն դա մի կողմից իհարկե պետական լրատվամիջոցներն են, որոնք ունեն ամենամեծ սփռումը, եւ մյուս կողմից ուրեմն իշխանության ունեցած անչափ փողը, որը որ նա կարող է ներդնել նաեւ մասնավոր լրատվամիջոցների վրա, եւ այստեղից ուրեմն դու խոսում ես փողերի լվացման մասին, այստեղ գնում է ուղեղների լվացում։ Ժամանակի ընթացքում ուրեմն ինչպես Յոզեֆ Գեբելսն էր ասում, ամեն մի սուտ, որը որ հաճախ ես ասում, դա դառնում է ճշմարտություն։ Եվ դա Նիկոլը շատ լավ հասկացել է։ Դե հա։ Սա ուրեմն երրորդ գործիքը եւ այդ չորրորդ գործիքն էլ արի ասենք, որ դա ուրեմն ընտրակեղծիքները կոնկրետ սխալ հաշվելն է, չգիտեմ, քվեներ գողանալն է, լույսեր անջատելն է, հա, այսինքն տեխնիկապես քվեների հետ աշխատանքը։ Եվ նաև չմոռանանք, որ մենք սկսեցինք նրանով, որ իրանք ուղիղ միջամտություն անեն, որոշակի ուժերի եւ որոշակի մարդկանց զրկեն, այդպես բանով, ժոստքի ձևերով զրկեն, պրոստը արգել են, ասեն դու չես մասնակցում, всё։ Ի ընտրական process-ներին մասնակցելու հնարավորությունից, այդ էլ չմոռանանք։ Գիտես, չեմ կարողանում ես բոլորը ուրեմն թվել։ Նոր հիշեցի, որ կա թաղի խուժան, հա, չգիտեմ, էլի այս ընթացքում էլի նորանոր ուրեմն թաղի խուժան, որը որ իհարկե ենթարկվում է իշխանություններին։ Նորանոր այդպիսի գործիքներ կան, որոնք որ մենք նույնիսկ բոլորը լավ չենք պատկերացնում, բայց իրանք շատ լավ են պատկերացնում։ Այսինքն այս բոլոր գործիքակազմը հաշվի առնելով իրականում ընդդիմության այսպես դիրքերը, գործերը չի կարելի փայլուն համարել։ Մեղմ ասած։ Եվ անկեղծ ասած, այսօր հենց ես միակ ուրախալի բանը այն էր, որը ես համարում եմ հոգեբանական իրականում հաղթանակ, առանց որևէ սարկազմի իհարկե, դա Տարոն Աճեմօղլուին
մեր ձևով շարժման մեջ ներգրավելն էր, որին այդքան երկար ժամանակ Նիկոլը փորձում էր բան անել, իր այսպես ասած գրպանը գցել, բայց դա հաստատ իմաստուն մարդ լինելով, հասկանալով ում հետ գործ ունի, որևէ կերպ չարձագանքեց եւ հիմա փաստորեն արձագանքեց, դա հոգեբանական հարված եմ հավարում Նիկոլի հեղինակությանը, այն որ դու այդքան չկաս, որ քո հետ այդ մարդը աշխատի, բայց այս մարդկանց հետ ինքը պատրաստակամություն հայտնել է աշխատել։ Ուրիշ դրական բան ես տենց որ ասեմ, չգիտեմ, դու տեսնում ես։ Հետ գնալով խաղաղության թեմային, հա, դու նոր խոսեցի երկրորդ նախագահի մասին, ես ուզում եմ հիշեմ նրա շատ կարևոր մի ասածը վերջի ասուլիսի ժամանակ, երբ որ նա ասաց, որ խաղաղությունը դա բալանսն է։ Դες շատ կարևոր բան է։ Շատ կարևոր բան է, որի մասին ուրեմն Հայաստանում քաղաքական ուժերը, չգիտես ինչու, չեն խոսում, չեն արտարծում այդ թեման, մինչև բալանս չլինի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Եվ Հայաստանը ստեղծել էր բավականին ճկուն, բավականին լուրջ բալանս, ուրեմն Արցախ-Հայաստան այդ միասնական համակարգով, որը որ պարզապես սա քանդեց եւ հիմա այստեղ այդ համասարակշռությունը վերականգնելու շանսերը բավականին բարդ է։ Ինչ որ բալանս վերականգնելու մասին է խոսքը։ Ինչ որ բալանս վերականգնելու մասին է խոսքը, գոնե այդ ուղղությամբ մտածելու եւ աշխատելու մասին է խոսքը։ Դրա կոմպոնենտները որոնք են տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, դաշնակցային, դիվանագիտական, այսինքն եթե այդ ուղղությամբ դու չես աշխատում եւ ընդհանրապես այդ ուղղությամբ չես գնում, է պարզա որ հիմա չի լինի։ Բայց գոնե մտածենք այդ ուղղությամբ։ Գոնե սահմանում տանք, որ ասենք խաղաղության համար կարևոր գործոնա հավասարակշռությունը, որ առանց դրա չի լինի խաղաղություն։ Դες երկու թիվ ասեմ, հա, ուրեմն Թուրքիան իր ռազմական բյուջեն հասցրել է ռեկորդային 50 միլիարդի։ Ադրբեջանը հասցրել է էլի ռեկորդային, կարծեմ 5.5 միլիարդի։ Հայաստանը իջեցրել է իր ռազմական բյուջեն 1.5 միլիարդի։ Իմաստը ո՞րն է։ Իմաստը չէ, մի վարքյան ինչ ես դու իմաստման գալի, պահանջա դրված է եղել, ասել եք իջեցնեք ձեր ռազմական բյուջեն, հա, այս մարդիկ էլ առանց անունը հայտարարելու, որ պահանջ են կատարում, իրանց ականջը բռնած պահանջը Ալիևի կողմից, ասել են դե դրա կարիքը չկա, փողերը ավելի կարևոր բաների վրա կծախսենք, ասֆալտի վրա կամ չգիտեմ ինչի վրա։ Էդ է։ Դե նույն կերպ, հա, նույն կերպ ասենք սահմանադրության փոփոխությունը չի խոստովանում, որ Ալիևի պահանջն է, բայց ըստ էության նրա պահանջն է, չգիտեմ, Մասիսը հանելը տարբեր ուրեմն պատկերների վրայից էլի բնականաբար նրանց պահանջն է, հա, չէ՞ կարծում որ այստեղ իրանք են առաջընկել այդ գործում, իրանք մի ուրիշ գործեր։ Արի պահանջ չասենք, էլի, այստեղ բառերը կարևոր են, հանձնարարությունն է։ Ես դա դիտում եմ որպես հանձնարարություն։ Ասենք հանձնարարություն։ Հա։ Հիմա ինչ է լինում, փաստորեն Ադրբեջանը բնականաբար ուժեղացնում է իր բանակը, Թուրքիան ուժեղացնում է իր բանակը, Հայաստանը թուլացնում է իր բանակը։ Ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Բնականաբար հաջորդ քայլը լինելու ադրբեջանական բանակի ներխուժումը Հայաստան։ Որևէ պատրվակ։ Հիմա է կարող դա անել, հասկանում ես, բայց եթե հիմա անի, չգիտեմ, կարող է մի 1000 զոհ տա։ Բայց այս Նիկոլի քայլերի արդյունքում նա կարող է այդ ամեն ինչը անի առանց զոհ տալու։ Այս ուղղությամբ է հիմա գնում Հայաստանը։ Հայաստանը այսօր գնում է ուրեմն Ադրբեջանի համար կարևոր քայլեր անելու ուղղությամբ, բայց մենք սա կոչում ենք, լավ, մենք չէ, Նիկոլենք, սա կոչում է խաղաղություն։ Ու այս քո ասացի տրամաբանությամբ կներես, այն որ ասում է այն ուժերը, որոնք Հայաստանի ինքնիշխանությունը վտանգում են, նրանք պետք է ընտրություններին չմասնակցեն, դու առաջինը դու պետք է չմասնակցես։ Հենց քո գործողությունների հետևանքով է, որ Հայաստանի ինքնիշխանությունը զրոյական մակարդակի է բերվել։ Հենց քո ասած չափանիշ։ Իսկ հնարավոր է, ասենք, դիմել ինչ-որ մարմինների եւ պահանջել, որ նա չմասնակցի, որպես ով է այդ մարմինը, ասում է Սուզիկտո։ Ով է։ Չգիտեմ, այդ բանը Մյունխաուզենը չի, որ ինքն իր մազից բարձրացնի, չէ, համակարգ կա։ Իր նշանակածն է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ է իր նշանակածը, ոստիկանությունն էլ է իր նշանակածը, դատավորներն էլ են իր նշանակածը, դատախազները հատկապես իր նշանակածն են, քննիչները, ով իր նշանակածը չի։ Ով իր նշանակածը չի։ Չկա այդպես։ Մենակ հայ առաքելական եկեղեցու նվիրապետական կարգն է, որ իր նշանակածը չի, էդ էլ ուզում է իրանով անի, այդ է մնացել, ուրիշ բան չկա։
Զարգացումները հիմա, չգիտեմ, գնում դեպի այդ ընտրությունները, դեպի այն, որ Նիկոլին հանեն։ Ես ուրեմն տեսնում եմ, որ սա միայն նախընտրական զարգացումներ են, կարծես թե այդ impeachment-ի գործընթացը հիմա լրվել է, կանգ առել, բավականին մեծ հաջողությունից հետո իհարկե, բայց դեռ նոր զարգացումներ այդտեղ չեն լինում, հա, չեն տեսնում։ Ուրեմն մնում է փաստորեն այս տարբեր ուժերի կազմավորումը ընտրությունների առաջ, չգիտեմ, իրենց այդ նոր խոսացիր, ուրեմն Աջեմօղլուի մասին համակիրներ ձեռք բերելով, հա, այս ամենիչով բավական տպավորիչ է այդ համակիրների աճը, պետք է ասեմ, կոնկրետ այդ Սամվել Կարապետյանի շարժման մասով բավական տպավորիչ է։ Ես տեսնում եմ, որ լուրջ հանրային, այսպես լսարան ունեցող, հանրային արժեք ստեղծող մարդկանց են ներգրավում, ինչը ողջունելի է իհարկե։ Գիտես, հա, բայց ես մի խնդիր է իմ առաջ, մի խնդիր եմ ես տեսնում։ Նրանք խոսում են շատ կարևոր բաների մասին, չգիտեմ, դեմոգրաֆիայի մասին, տնտեսության մասին, հազար ու մի ուրիշ հարցերի, բայց անվտանգության հարցերը կարծես թե նրանք առաջնային չեն տեսնում։ Գոնե այս պահին։ Ինչը ես կարծում եմ, որ կարևորագույն խնդիր է սա Հայաստանի համար։ Հա։ Եվ հուսադրող մի բան էլ ասեմ, դա այն է, որ դա ուրեմն կոչվում է շարժում, բայց ասեցին, որ հունվարին իրենք կարող են հայտարարել այն մասին, որ իրենք քաղաքական պրոցեսների մեջ կան։ Դե հա, ամեն ինչ դրան էր գնում, ժամկետներն է հարցը, հուսանք, որ կոնկրետ այդ ընդդիմադիր ուժի մասով մենք կունենանք դրական նաև այսպես դինամիկան կպահպանվի եւ միակ բանը, որ ես խորհուրդ եմ ուզում տալ, այլ ուղղակի բարձրաձայն մտածեմ, վճռականության ինչ-որ բաղադրիչներ են պետք, էլի, все-таки քաղաքականությունը այսպես կուլտուրական ելույթների մեջ չի, էլի, դա մի տեսակ Լիխտենշտեյնի օպոնենտի դեպքում։ Հա, էլի, հենց հատկապես այդ օպոնենտի դեպքում Լիխտենշտեյնում եւ Լյուքսեմբուրգում լինենք, դա միանշանակ ճիշտ կլիներ, բայց մեր մոտ մի քիչ տենց բան է պետք, էլի, սենց ինչ-որ կտորել է պետք, էլի։ Դե տես հիմա մի փոքր ուրեմն նման այդ քո ասած ձեռը խփելու, մի փոքր, շատ փոքր, որ ընդհանրապես շատ դժվար է դա գտնելը, դժվար է ընկալելը, հա, մի փոքր ուրեմն նման ձայնա լինում նստածում է։ Դե հիմա գիտես ինչ կա։ Ու այդ շարժման համար գիտես ինչ կա, դե քաղաքականությունը ռիսկ է։ Հիմա դու մտնում ես քաղաքականություն, միշտ պետք է իմանաս հատկապես այսպիսի սրիկայի հետ ձեռնոց նետելու պայմաններում, սրիկային ձեռնոց նետելու պայմաններում, դու իմանաս, որ այդ ռիսկը կա։ Բայց հիմա չգիտեմ, շատ կներես, որին ասեմ, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Սամվել Կարապետյանը, այդ մարդիկ, որ նստած են, ով է իրանցից ավելի լավ, էլի, կներես, որ սենց եմ ասում, էլի։ Եթե դու ձեռնոց ես նետում, ինձ թվում է պետք է վճռականության էլեմենտ լինի իմ պատկերացմամբ։ Դե հիմա տես այդ Սամվել Կարապետյանի շարժմանն է, ես կարծում եմ ամենամեծ խոչընդոտը, ամենամեծ խնդիրը այն է, որ հիմա Սամվել Կարապետյանը բանտում է։ Որովհետև եթե նա դրսում լիներ, ես համոզված եմ, որ շարժումը շատ ավելի հզոր կլիներ, եթե ինքը անձամբ առաջնորդեր դա, հա։ Բայց այս պայմաններում էլի կարող եմ ասեմ, որ վատ չի գնում զարգացումները, բայց կրկնեմ, այդ այս երկու բանի մասին խոսեցիք։ Մեկը հիմնական մոտեցում ուրեմն անվտանգության մասին, այսօր ինչ-որ մի բան ասել եմ, որ մեր Ռուսաստանի հետ հարաբերությունները բավարար չեն, բայց դա իհարկե ավելի շուտ խախակ դիվանագիտության մակարդակից է գալիս այդ լեվելի խոսակցությունը։ Դա դեռ անվտանգության հստակ հիմնախնդիրների շոշափում չի։ Եվ երկրորդը ուրեմն դու նշեցին, որ վճռականության պակասն է այս պահին։ Չգիտեմ, միգուցե դա ես ասեմ ոչ թե վճռականության, այստեղ ուրիշ ձևակերպում տամ։ Վճռականության ընկալման։ Այսինքն այնպես արվի, որ մարդիկ ընկալեն եւ տեսնեն վճռականություն։ Երբ մարդկանց հարցնես ասես ուժի մեջ, մարդիկ ասեն, հա, տեսնում եմ։ Այսինքն ստեղ օբյեկտիվ իրականության հարց չի։ Կարող է այդ մարդիկ կամ ուրիշ մարդիկ, ովքեր որ քաղաքական process-ի մեջ են, իրենց սրտի խորքում լավ էլ վճռականություն ունեն, բայց դա չի էականն։ Էականն է, որ մարդկանց համար դա տեսանելի լինի։ Հետո նոր քաղաքական ուժ այս ընթացքում հայտարարեց իր գոյության, քաղաքականություն մտնելու մասին, հա, դա ուրեմն
նախկին օմբուդսմենի ղեկավարը շարժումն է, Թաթևյանի մասին եմ ես ասում, որը ուրեմն ես կարծում եմ պահը բաց թողեց, որովհետև ժամանակին շատ էի խոսել, որ եթե նա առաջնորդ էր, եթե նա միանար ընդդիմությանը, ապա շատ ավելի մեծ հաջողություններ էր հնարավոր հասնել, բայց այնուամենայնիվ նա չվարկաբեկված մարդ է եւ նրա մուտքը քաղաքականություն այնպես կարծում շատ կարեւոր է այս բանը։ Դե ինչ խոսք։ Ես հաջողություն եմ մաղթում, որ լինի ուշ, բայց ոչ ուշացած, առավել եւս, որ տենց դա Արման Թաթևյանի իմիջը տենց որպես աշխատող, որպես ուսյալ, որպես գերազանցիկ, այս իմիջը կարող է դրական դեր խաղալ, էլի։ Բայց կրկին նրա մոտ հիմնական ուրեմն բացասական գործոնային է, որ մարդիկ այս ընթացքում տեսան, որ նա ուներ գործելու հնարավորություն, բայց չարեց, այսինքն վճռականության պակասն է։ Այդ խնդիրը ասում եմ, կարծես թե բոլոր քաղաքական ուժերի վրա սա դրվում է այս դրոշմը։ Ինչը ցավալի է։ No comment։ Լավ, ուրեմն ինչ ունենք մենք, կամ ինչի ենք սպասում։ Մենք սպասում ենք նրան, որ Թրամփը ուրեմն չստացավ խաղաղության մրցանակը, բայց ինչ է անելու, կարծես թե գազայի որոշակի հաջողություններ կան, ուրեմն կարծես թե Ուկրաինայի հետ կապված ինչ-որ զարգացումներ կան, հա, սպասենք տեսնենք խաղաղության այս զարգացումները աշխարհում ուր են գնում, բայց նաև նայենք մեր մոտ ինչ է լինում։ Նայենք տեսնենք թե ուրեմն այդ Զանգեզուրի միջանցք ասածը վերջապես Նիկոլը ընդունել է, որ դա Զանգեզուրի միջանցք է, թե չէ, գիտես ինչ, ի վերջո դա կարող է նույնիսկ կան լինի, պատերազմի առիթ լինի։ Այսինքն Ալիևը ասի, այ եթե դու քանի որ դու չասեցիր Զանգեզուրի միջանցք, ես դրա համար մտնում եմ այդ տարածքը։ Դե եթե դու ուժեղ ես, ուրեմն դու լուբոյ բան կարաս պատերազմի առիթ դարձնես, դա ամբողջ հարցը։ Պատրվակ, լուբոյ բան։ Մի հատ ասես Իլֆի Պետրովի գրքում չէ, ասում է պատկերացնում ես, որ ներխուժումը դան է, առիթ միշտ կգտնվի, օրինակ ինչպես սպանեցին արդեն Համլետի։ Հա, շատ լավ օրինակ։ Հա, այս գեղարվեստական հետաքրքիր զեղման ֆոնի վրա էլ երևի ավարտենք այսօրվա ծովիսովը։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք թողնել մեկնաբանություններ, խնդրում ենք լայքել, եթե հավանեցիք մեր թողարկումը, նաև նկարագրությունում դուք կարող եք տեսնել այն բոլոր միջոցները, որոնցով կարող եք նաև ֆինանսապես օգնել Anti-Fake-ին, որի հարթակում մենք շաբաթական ռեժիմով հեռարձակվում ենք, իսկ մենք կհանդիպենք մյուս կիրակի ձեզ համար սովորական ժամին 20:00-ին Երևանի ժամանակով եւ 9:00 Կալիֆոռնիայի ժամանակով եւ այդպես շարունակ։ Այսքանը։ Շնորհակալություն, ստեսություն։ Ստեսություն, արգելի բարեկամներ։